Գիտեք, եթե իշխանությունները Մոլդովայում լինեին ոչ թե պրոեվրոպական, այլ այսպես ասենք ոչ եվրոպական, ապա մենք ամենտեղից կլսեինք ինչպիսի խայտառակ ընտրություններ են կազմակերպվել Մոլդովայում եւ քան խախտում, նույնիսկ գիտեք, նորմալ իրավիճակում դժվար է պատկերացնել ինչ տիպի խախտումներ են եղել, բայց ես մի քանիսը կմատնանշեմ, օրինակ, Մոլդովայում թույլատրվում է Մոլդովայի քաղաքացիներին քվեարկել Մոլդովայից դուրս, հա, եւ այսպես է ստացվում, որ հիմնականում իրենք գտնվում են կամ Եվրոպայում, կամ Ռուսաստանում։ Եվրոպայում, օրինակ Իտալիայում բաց էր 75 ընտրատեղամաս, ընդհանուր առմամբ 300 տեղամասից ավելի դա մոլդովացիների համար, ովքեր արևմուտքում են ապրում։ Ռուսաստանը, որտեղ ապրում են մի քանի տասնյակ հազար մոլդովացիներ, իրենց թույլատրվել է միայն 2 ընտրատեղամասում ընտրություն կատարել։ Սա մեկ օրինակ։ Երկրորդ օրինակը հետաքրքիր է, որ մեր Նեստրյան հանրապետությունում ապրող Մոլդովայի քաղաքացիները, ովքեր պետք է գնային եւ քվեարկեն Մոլդովայում, չկարողացան անել դա, որովհետեւ պատահմամբ բոլոր կամուրջները, որոնք միացնում էին Մոլդովան մեծ Նեստրյան հանրապետությանը, չգիտես ինչի խափանվել էին, չէին աշխատում եւ այլն, եւ որոշ կամուրջները բացվեցին կես ժամ ընտրություններից առաջ, հա։ Այդ չասեմ, որ ընտրություններից առաջ ուղղակի 2-3 կուսակցություն արգելվել էր ընդհանրապես մասնակցել, վերջին 2 օրը եւս մեկ կուսակցություն կրկին արգելեցին մասնակցել, բայց ինքը արդեն քվեաթերթիկների մեջ ներկա էր եւ գլոբալ առումով հիմա տեսեք մոլդովական կառավարական լրատվամիջոցները ասում են, որ Մոլդովայում հաղթել է ուրեմն Մայա Սանդուն, բայց հետաքրքիր պատկեր է տեղի ունենում ներկայային Մոլդովայում քվեարկություն, եթե մենք տեսնենք արդյունքները, այնտեղ Մայա Սանդուն պարտվել է։ Եթե գումարվում է արդեն արևմուտքի, այսինքն Մոլդովայից դուրս քաղաքացիների քվեարկությունը, այստեղ ինքը հաղթում է, ընդ որում ոչ միանշանակ է հաղթում, որովհետև պատահական, հա, 50.005% ունի ներկայային Մայա Սանդուն եւ ամեն ձևի իրեն փորձում են կարգել որպես հաղթող Մայա Սանդուի կուսակցությունը եւ ես կրկնում եմ, եթե այսպիսի բաներ կատարվեր այլտեղ կամ նույն Մոլդովայում, եթե այնտեղ լինեին ենթադրենք ոչ արևմտամետ ուժեր, մենք հիմա արդեն տեսնենք հաղմուկահաղ եվրոպական կառույցներ, որ հիմա չկա, ավելին ես դες ասեմ, 3 առավոտյան Մայա Սանդուն կանխած գալով, որ հնարավոր է նաև պարտվի, ասեց, որ մենք պետք եղած դեպքում չեղյալ կհայտարարենք ընտրությունները եւ կգնանք նոր ընտրությունների։ Ահա այսպիսի դեմոկրատիա։ Իսկ ինչ դասեր կարող է տալ Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ուժերին, հատկապես ընտրազոր քարոզչություն կամ առհասարակ դաշինք կառուցելու տեսանկյունից, Հայաստանում ինչ մարտահրավերներ եւ հնարավորություններ կան այս առումով։ Տեսեք, Հայաստանում պետք է քաղել որոշակի դասեր հատկապես ընդդիմությանը այն ինչ կատարվեց Մոլդովայում, ուրեմն պետք է սովորել հնարավոր բեսպրեդելին, հա, ինչպեսին տեղ ունեցավ Մոլդովայում, հնարավոր է փակվեն լրատվամիջոցներ, հնարավոր է անջատվեն բոլոր հնարավոր, այսպես ասենք, աղբյուրների ինֆորմացիոն, որոնք չեն կառավարվում Հայաստանի իշխանության կողմից, օրինակ Մոլդովայում սահմանափակվել են ռուսական լրատվամիջոցներ, ռուսական հեռուստաալիքները, հնարավոր են կալանավորումներ, հա, Մոլդովայում օրինակ կալանավորվել է Գագաուզիա ինքնավար մարզի ղեկավար Եվգենիա Գուցուլը, ու հիմա ինքը դատվել է 7 տարի տվեցին իրեն, հենց այսպես վերցեցին, բռնեցին եւ դատեցին, հա, այսինքն եւ այդ ամենի վրա եվրոպացիները աչք են փակում, որովհետեւ Մայա Սանդուն համարվում է եվրոպամետ եւ համարվում է ոնց որ թե իրենց կրեատուրան։ Դրա համար այստեղ ընդդիմադիր ուժերի ղեկավարները, այսպես ասենք, ակտիվը իրենք պետք է այդ բաները հաշվարկեն, որ միգուցե կարող է Նիկոլ Փաշինյանը որպես եւս մեկ Մայա Սանդուի նման կերպար կարողանա ասնի այսպիսի բաների քայլերի կտրուկ։ Եվ պետք է հասկանալ նաև ինչպես գնալ ընտրությունների, տեսեք, այս անգամ Մոլդովայի ընդդիմությունը մի քանի բլոկով գնաց, հա, չփորձեց միավորվել եւ բավականին լավ արդյունք, ամենաբարձր, այսպես ասենք, արդյունքը գրավեց համեմատած նախորդ ընտրությունների հետ կապված եւ ել եմ ասում, ինքը փաստացի Մոլդովայի տարածքում հաղթել է, այսինքն տարանջատված ուժերը ընդդիմադիր, իրենք ավելի շուտ են արդյունքի հասնում, հա,
քան եթե դա լիներ միասնական մի բլոկ, որը այդպիսի մի փորձ եղավ Մոլդովայի նախագահական ընտրությունների ժամանակ եւ տեխնատու շատ ավելի քիչ ձայն հավաքեց, քան հիմա անդիմադիրներն են հավաքվել։ Այսինքն այստեղ Հայաստանում գործող անդիմադիր ուժերը պետք է դրանց հետևություն անեն, առաջինը չփորձեն միավորվել ընտրություններից առաջ միասնական ինչ-որ դաշինքով գնալ ընդհանուր, որովհետև իշխանության ավելի հեշտ կնի պայքարել իրենց դեմ եւ նաեւ Հայաստանի սոցիոլոգիան այսպիսի բան է ասում, որ գումարվում են տվյալ ուժերի ոչ թե ռեյտինգները, այլ հակառեյտինգները եւ այստեղ շատ կարեւոր է ուրիշ պահ, տեսեք, խորհրդարանը կարող է անցնել այն ուժերը, կուսակցները, որոնք հավաքեն 4%-ից ավելի, եթե կուսակցությունը եւ թե չեմ սխալվում 6%, եթե դաշինք է։ Այսինքն այն բոլոր անձինք, ովքեր արդեն իմանան, որ իրենք հաստատ 4% հավաքող չեն, այսինքն 0.5%, 1%, իրենք պետք է իրենց ամբիցիաները մի կողմ դնեն, եւ գնան միանան ավելի խոշոր դաշինքներին, ավելի խոշոր կուսակցություններին։ Հակառակ բaragայում կստացվի, որ իրենք ձայն են փոշիացնելու, իսկ բոլոր այդ տոկոսները, որոնք անդիմադիր տոկոսները, որոնք չեն գնա խոշոր անդիմադիր ուժերին, իրենք ուղղակի կփոշիացվեն կամ գմարվեն Նիկոլ Փաշինյանին։ Եվ ամենայն հավանականությամբ, ինչպես Մոլդովայում Նիկոլ Փաշինյանը ԿՊ-ն կփորձի միայնակ գնալ եւ կփորձի իր մեջ կլանել նույն Արամ Զավենի Սարգսյանին եւ մնացած այսպես կոչված Եվրոպամետ ուժերը, որովհետեւ Նիկոլ Փաշինյանին պետք է այսպես ասենք հաղթանակ, ընդ որում տպավորիչ հաղթանակ, այսինքն ավելի լավ է ինքը հավաքի այդ ամբողջ տոկոսը եւ այնուհետեւ ինչ-որ բաժիներ տա ապագա կառավարությունում այդ փոքր Նիկոլամետ կուսակցություններին, քան ենթադրենք ինքը հավաքի, չգիտեմ, 27%, Արամ Սարգսյանը հավաքի 10% եւ այլն, դա ընդհանուր իրենք հաղթեն, բայց ինքը լինի շատ ավելի ոչ պաշտպանված վիճակի, որովհետեւ մենք գիտենք, եթե Աստված չտա Նիկոլ Փաշինյանը հաղթի, անմիջապես դրանից հետո լինել է համանդրական Սամսան փոփոխության նոր սահմանության հանրակրվեր լինելու եւ Նիկոլ Փաշինյանի ձեռքերը ազատ են լինելու Հայաստանում անել նույնիսկ ավելի վատ բեսպրեդել, քան հիմա տեղի ունենում Մոլդովայում։ Եվ ամփոփելով զրույցը փորձենք հասկանալ ինչպիսի մեխանիզմներ պետք է ներդրվեն Հայաստանում, մի քանի կետ առանձնացնենք, որպեսզի ընտրությունների արդարության նկատմամբ վստահությունը չկասկածվի նույնիսկ ամենաթեժ քաղաքական իրավիճակներում։ Նայեք, մի քանի քայլ պետք է ձեռնարկել, բայց կրկին պետք է հաշվի առնել, որ ի տարբերություն Մոլդովայի ընտրությունների արդյունքը Հայաստանում որոշվել է հենց Հայաստանի ներսում, որովհետև օրենքով արգելված է, որ Հայաստանի քաղաքացիները Հայաստանից դուրս կվերկեն։ Այստեղ մի քանի նրբություններ կան, օրինակ շատ ուշադիր պետք է լինել հավաքականություն ստացած արցախցիների անդեպ, պետք է իմանալ ինչքան մարդ է ստացել, անուն ազգանունը ցուցակները պետք է լինեն եւ այնուհետեւ պետք է շատ ուշադիր հետեւել եւ դուրս մեղել արցախցիների շարքից նիկոլական, այսպես ասենք, արցախցիների, ովքեր հիմա որոշակի առաջադրանք են կատարում արցախցիների մեջ, վախեցնում են իրանց, ինչ որ ասում են, որ կզրկվեն օգնություններից, ինչ որ բաներ են խոստանում, այդ մարդկանց պետք է դուրս հանել։ Կա մեծ խնդիր անձնագրերի հետ, որովհետեւ տպվել է բավականին շատ քանակի անձնագրեր եւ շատ հեշտ քաղաքացիություն է բաժանվել այս վերջի 2-3 տարվա ընթացքում եւ պետք է հասկանալ ովքեր են ստացել այդ քաղաքացիությունը, ինչ ազգեր են ստացել եւ ոնց են իրենք մասնակցել ընտրություններին, այսինքն իրավունք ունեն թե չէ, որովհետեւ հնարավոր է ինչ որ բաժանվել է հնդիկներին կամ պակիստանցիներին եւ այնուհետեւ այդ մարդկանց փոխարեն ընտրություններ տեղի ունենան եւ ամենակարևորը դա հետևելն է ընտրությունների գործընթացին, այսինքն ընդդիմությունը պետք է կարողանա բոլոր աստիճաններում, բոլոր մակարդակներում եւ Հայաստանի բոլոր գյուղերում եւ քաղաքներում ունենա այնպիսի ներկայացուցիչներ, որոնք թույլ չեն տա իշխանություններին, նույնիսկ եթե իրենք ցանկանան խախտումների գնալ, կեղծիքների գնալ եւ ամենակարևորը ընտրությունների հաջորդ օրը, նույնիսկ ընտրությունների օրը պետք է լինի փողոց, որ փողոցը չթողի իշխանություններին անել այն, ինչ որ իրենք ցանկանան։ Հակառակ բaragայում Նիկոլ Փաշինյանը կգա իշխանության, կվերարտադրվի եւ դա կնշանակի ոչ թե 4-րդ հանրապետության սկիզբը, այլ դա կնշանակի Հայաստանի ամբողջական վախճանը։